Ջորջո Արմանի մարդով փոխեց բժշկական խալաթ դասական ոճի հագուստի հետ, ստեղծելով լուր շքեղության եւ հստակ գծերի շնորհիվ առանձնացող համաշխարհային բրենդ։ 1975 թվականին իր գործընկեր եւ ընկեր Սերժո Գալեոտտիի աջակցությամբ Արմանին հիմնում է իր սեփական նորաձևության տունը։ Նախախտում է բոլոր կանոնները եւ փոխում կոստյումների էությունը, արձակելով բաճկոնը, հեռացնելով ուսերի բարձիկները եւ ազատելով կտորը։ Տղամարդու կոստյումը դադարում է լինել զրահ։ Սա էր էլեգանտության նոր կոդը։ Նրա մոտեցումը կանանց նորաձևությանը եւս հեղափոխական էր։ Նա բերեց հանգիստ նրբաճաշակ էլեգանտություն, որը հակադրվում էր ժամանակի ավելի կառուցվածքային եւ պաշտոնական ոճերին։ Արմանին երբեք չի հետևել թրենդերին։ Նա կառուցում էր իր սեփական աշխարհը ավազագույն, մոխրագույն եւ ածխագույն երանգներով, առանց լոգոների եւ առանց ավելորդ դետալների, միայն կտորը, կտրվածքը եւ զգացողությունը։ 1980 թվականին Ռիչարդ Գիրը ամերիկյան Ջիգոլո ֆիլմում կրում է Արմանիի կոստյումները, ինչը մեծ ճանաչում է բերում դիզայներին։ Այդ պահից սկսած Արմանին դառնում է նորաձևության աշխարհում ազդեցիկ դեմք, համագործակցելով բազմաթիվ հայտնի դերասանների եւ երաժիշտների հետ։ Այսօր Արմանին պարզապես բրենդ չէ, դա մի համակարգ է, որը ներառում է բազմաթիվ ենթաբրենդներ։ Ջորջո Արմանի, հիմնական եւ դասական գիծը, Էմպորիո Արմանի, ավելի երիտասարդական ու դինամիկ ենթաբրենդ, Արմանի Պրիվե, բարձր նորաձևություն, կուտյուր, Արմանի Բյուրի, շքեղություն եւ պարզություն դիմահարդարման եւ մաշկի խնամքի մեջ, Արմանի Կասա, նորաձևություն, ինտերիերի եւ կահույքի ձևավորման մեջ եւ Արմանի Հոթելս, ճաշակի եւ հանգստության համադրություն հյուրանոցային մշակույթում։ Չնայած հայտնի նորաձևության կոնգլոմերատներ LVMH եւ Kering-ի շարունակական առաջարկներին, Ջորջո Արմանին կտրականապես հրաժարվել է վաճառել իր բրենդը, նշելով. «Իմ բրենդը իմ շարունակությունն է»։ Նույնիսկ 90 տարեկանում Ջորջո Արմանին անձամբ է ղեկավարում իր թագավորությունը։ Նա շարունակում է մնալ սև շապիկով եւ խորաթափանց հայացքով այն երիտասարդը, ով ստեղծում է հավերժական հագուստի կտորներ։